Խլեշի սպարապետը հայտնվեց, մի հատ սկանդալային այդ ձայնագրությունը, որ լսեցինք ու նրա մորից հետո։ Բարև ձեզ ժողովուրդ։ Այսինքն մի հատ հարց, ինչի չի խոսում Էդմոն Մարուքյանը։ Ես նայեք, այս թեման չի ուզում շոշափեի, թե Էդմոն Մարուքյանը ինչի չի բարձրաձայնում այս խնդիրը, էլի, որտեղ մարդը միշտ ակտիվ ա եղել։ Ես ասում էի դատը անցնի, ամսի 10-ի հետո կբացատրեմ, էլի։ Սակայն ակնարկել եմ անընդհատ։ Հենց որ հիմա թեման մեծ կլինի, որտեղ Վարդանի այս վերջի ձայնագրությունը նման էր ապերախտության, ուրիշ բառ չկա։ Չասեմ անաղուհաց քրդիշան վերաբերմունք, տենց կոպիտ չլինեմ, ասեմ ապերախտություն էր, որտեղ քանզի ես ամբողջ այդ հենց ասած ալիքը բարձացվեց հենց բլոգերների օգնությամբ, որ հիմա որոշեցին քարկոծել Էդգարին, ինչի համար, որ քննադատել է դոկ կուսակցությանը, ես էլ եմ քննադատել, շատերն են քննադատել, դրա համար նայեք թեմաները ինչ կլինի, կլինի բացատրություն, թե էքստրադիցիան ինչ է նշանակում և դեպորտացիան, որ խաբեմ են ժողովրդին, և սա կկապեմ ես հենց Էդմոն Մարուքյանի չխոսալու հետ, մյուսը, ինչու հիմա խոսած Վարդանը, տեսեք, 16-18 օրը արդեն ինքը չկա, բայց խոսած հենց հիմա, հարց, և ում էր պետք այս շոուն, սա իսկապես շոու էր, որ շատերին թվում էր, որ Վարդան Ղուկասյանը դարձել է բան, կոմս Մոնտե Քրիստո, իվ ամրոցումա դռնապաննել լալա ու խուլ, այդ կարգի էին թվում, էլի, որ այդ ձև են պահում, տեսեք շատ է լավ գրեց, այդ թեման իրար հետ, հետո բանը, ինչի Ղարիբյանի դատի ժամանակ այդքան մարդ Երևանում արձագանքեց, իսկ Վարդան Ղուկասյանին, տեսակ, Իսակովի պողոտա ինչքան մարդ էր դուրս եկել, կամ էլ ամերիկյան այդ կոնսուլսվայի դեմը, 10 հոգի մարդ էր կանգնած, այսքանը, ու նրա այդ ապերախտ խոսքերը, որ իբր փող են հավաքել իր անունից, ես նենց բան չեմ լսել, զրպարտանք էր Էդգարի հասցեին, շնորհակալության փոխարեն, սա, այսքանը հիմա կբանանեմ, ես ասում եմ չէ ուզում խոսալ, միջև դատը չլիներ, էլի, նայեք ժողովուրդ, ինչի Վարդանը խոսած հիմա, հենց հիմա ձայնագրություն դուրս եկավ, ես իմ ամենաառաջի ելույթից ասեցի, որ սա շոու է, սա կեղծիքները շատ են, էլի, անդրամաբանական, որ տարածում է իրա փաստաբանը, իրա կուսակցությունը, առաջին իսկ օրվանից, մայրը նոր հայտնվեց, նայեք, երկուսով հայտնվեցին, երբ որ եղավ Միացյալ Նահանգներում Լաս Վեգասի հեռուստատեսության եթերը նվիրված իրան, հասկանում եք, շոուն տվեց իր արդյունքը, Վարդանի մասին խոսացին հանրային օրինակ այդ Լաս Վեգասի հեռուստատեսությամբ, այդ դա էր պատճառը, որ այսքան ժամանակ կար ինֆորմացիոն վակուում արհեստական ձևավորված Վարդանի անհետացման հետ ու նրա դատի հետ կապված, այս էր պատճառը, որ Վարդանը հիմա խոսած ու այդ կարգի անշնորհակալ ձևով, էլի, որտև հավատացեք, որ մենք չխոսայինք կամ նույն Էդգարը չխոսար, Վարդան Հակոբյաններ ու մյուսներ, էլի տղաներ ում անունը չեմ հիշում, տեսեք, իրանց կուսակցությունում անբերան անասուններ էին, տեսեք, մենակ ֆոտոներ էին դնում, ինչ-որ, դա արհեստական բանականությունն էլ, կարող էր գեներալովիցը տենց լուր էր, ու այդ ձևի պոստեր, էլի, համացանցում, այդ թե ինչի Վարդանը հիմա խոսած, ու հիմա կանցնենք մյուս բանին, տեսեք, թե ինչի Էդմոն Մարուքյանը չանդրադարձավ այս խնդրին ընդհանրապես, և էքստրադիցիա և դեպորտացիա, տարբեր բառեր, խնդրում եմ նայեք, գուգլեք, Վիկիպեդիայում, էլի, բառերի բացատրությունը, այս երկուսը իրար հետ կասեմ, տեսեք, Էդմոն Մարուքյանը, ես ընդհանրապես շփում չունեմ Էդմոն Մարուքյանի հետ,
ես ասում եմ դա Facebook-ի ժողովրդին, որտեղ YouTube-ը հիմա մի քիչ չի հասկանում, էլի, ով Facebook-ում ծանոթ չի։ Ես հաճախ եմ կիսվում Էդմոն Մարուկյանի եթերներով, բաներով, ու ոմանք ինձ շատերը լիչկայում էլ գրում են, կարծում են ես Էդմոն Մարուկյանի մարդն եմ, կապ ունեմ նրա հետ։ Շատ են գրում, որ ինչի չեք ասում Էդմոն Մարուկյանին բարձրաձայնի Վարդանի խնդիրը, շատ նամակներ կային։ Նայեք, ես Էդմոն Մարուկյանի մարդը չեմ, մենք իրար նույնիսկ իրար բարև բառը ասած չկանք։ Միգուցե նա ինչ-որ իմ նամակների, ինչ-որ իրանց ալիքներում պատասխան եկել է, բայց դա չի նշանակում, որ ինքն է պատասխանել, այլ ոչ թե ինչ-որ մի օգնական։ Ուրեմն սենց, Էդմոն Մարուկյանը, նայեք, բոլոր թեմաներով կխոսա, ինչ հետաքրքիր լինի, էլի, հայկական, քաղաքական դաշտում, էլի, բայց այս հարցին չի անդրադարձել։ Տեսեք, բանին, Բելայի հարցով մարդը միանգամից արձագանքեց, մարդիկ դիմեցին բան, էլի, Մարուկյանը պատասխանեց, խոսաց, իր կարծիքը ասեց, 2 անգամ մեկի տեղ, էլի, բայց Վարդան Ղուկասյանի պահով քար լռություն է պահում։ Ես ինքս նայում եմ Էդմոն Մարուկյանի հայտարարության այդ կոմենտարյաների մեջ, խոսում է մարդը Տրամպից կամ այնտեղ բանից, այն Ջալալից, էլի, այս վերջերս, բայց մարդիկ նամակ են գրում Վարդան Ղուկասյանից, Մարուկյանի, բայց մարդը լռել է, որտեվ լռել է նրա համար, որտեվ նա չի ուզել անազնիվ լինի, ոնց որ իր այդ փաստաբանը ինչ էր, Լևոն Բաղդասարյան, էլի, նրա պես անազնիվ լինի, կանգնի ստեր խոսա, էլի, եւ այդ ստերի այդ փուչիկը ավելի փչի, որտեվ Էդմոն Մարուկյանը կկանգներ կասեր, լսեք, Վարդանը էքստրադիցիայի հարց չի քննարկվում այնտեղ, էքստրադիցիան դա նա է, որ ձեռքերին շղթան հագցնում են, ոստիկաններ ուղեկցում են ինքնաթիռ, փոխանցում են մյուս ոստիկաններին, նրանք էլ ինքնաթիռից իջեցնում են Հայաստանը, դա է էքստրադիցիան, որ մատուցվեց հայ ժողովրդին, իբր Վարդանին քննում են, դատը գնում է էքստրադիցիայի, երբ որ դատը եղել է դեպորտացիայի, ես անընդհատ եմ ասել, որ Վարդանը ազատ է իր տեղաշարժում, եթե լինի դեպորտացիոն վճիռ։ Սա է պատճառը, որ Էդմոն Մարուկյանը չի խոսացել, որտեվ չի ուզել այդ ստի այդ շոուին մասնակցի, որը կազմակերպել են հենց Անի Խուդավերջյանը, Լևոն Բաղդասարյանը, նույն Վարդան Ղուկասյանը։ Տեսեք, չէր խոսում, քանի 18 օր է, ինչքան է, բայց խոսած հիմա։ Նա միշտ ազատ է եղել իր ձայնը հայտնելու, էլի, որտեղ փաստաբանների հետ ունի հանդիպումներ, փաստաբանների հետ կարող է հեռախոսից զանգել, փաստաբանների մոտ կարող է 5 րոպե ձայնագրություն ուղարկել մարդկանց, հասկանում եք, կամ ձայնագրեր փոխանցեր։ Ասեք, դա աշխարհի ամենաազատ երկիրն է Ամերիկան, իր բանտային այդ համակարգը։ Ես հիշում եմ, Նավալնին նույնիսկ նստած լինելով Ռուսաստանի ամենախիստ բանտերից մեկում, Նավալնին, նայեք, հոդվածներ էր գրում, համացանցում տպագրվում էին, եւ ով հետևել է Նավալնի գործընթացին կիմանա։ Նա բանտից կարողանում էր հոդվածներ գրել։ Հենց որ այս ամեն ինչը ես առաջի օրից ասեցի, սա շոու է, բայց ոչ թե համբավը բերելու այլ ընտրությունների համար, այլ պարզվեց այդ համբավ այդ բանը էլ այդ ալիքը պետք էր այդ PR-ը, որ ամերիկյան հեռուստատեսությունը խոսար դուրս եկավ, էլի, եւ իբր դատարանի վրա լինի ազդեցություն, դատավորի կամ ավելի սենց գործը ստանա հնչողություն, էլի, մեդիա դաշտում, սա մեդիա PR դարձավ արդեն, էլի, սա էր իր այդ ամբողջ շոուն, որ խափում էին, կեղծում էին մարդիկ, ես լսում էին դեղ, օրինակ շատ բլոգերներ կան, ես զարմանում եմ, էլի, դիրիժոր մարդ, Վարդան Հակոբյան, դուք զարգացած պետքա լինես, նույն հենց Էդգարը, նույն մնացած, էլի, որ լսեք, սա էքստրադիցիա չի, ես շիպես հետ էի զռում, սա դեպորտացիան գործ է, բայց ներկայացվեց ժողովրդին ու սենց նամանավանդ այդ անգրագետ զանգվածին, որ փաստորեն շրջապատ մեր մոտ շատ է, էլի, իբր դա էքստրադիցիա է, գուգլեք տարբերությունը տեսեք։
Այս էր, որ իմ ասածները ամեն ինչ սկզբից ճիշտ դուրս եկան։ Հիմա քննում են իրա կեյսը բանի։ Քաղաքական ապաստարան ստանալու կարիք ունի այս մարդը, թե խափեփայ է։ Դատարանում այդ գործն է գնում։ Նույնիսկ այնտեղ լրագրողները սխալ ներկայացրեցին, էլի, դա էքստրադիցիայի դատ չէր, որ այնտեղ հայ ժողովուրդը վախում է, որ կբերեն Հայաստան, այնտեղ տապորը սրել են, վիզա կտրեն, կամ էլ պարանն են մոմել, կախեն։ Նա ազատ է իր տեղաշարժում, այդ դատից հետո ինչ վճռել, որ լինի, գցենք, բացական էլի։ Սա թե ինչի Էդմոն Մարուքյանը ընդհանրապես միջի հիմա չի խոսացել, որը նույն այդ շապիտո կրկեսին, որ կազմակերպել են, էլի, Իրանն, փաստաբանն են իր կուսակցությունը, չմասնակցի։ Լսեք, պարզվեց մայրը հայտնի էր, գիտեր ինչ որ կարող էր ինտերնետում խոսալ, հենց տղեն խոսած, հետևից ինքը խոսած, ինչի են վարկաբեկում Էդգարին։ Ու այստեղ հիմա կանցնեմ այդ հարցին, էլի, որ ինչ է նշանակում այլակարծության քննադատում, էլի, որ Վարդանին չպետք է ուրիշը քննադատի, պետք է ինքը որ ասեց մածունը սև է, պետք է ասեն այո սև է։ Ու ազգենը սպարապետ է, պետք է ասեն սպարապետ է։ Հիմա նույնը Էդգարը շատ ճիշտ էլ արել քննադատել է, կուսակցության քայլը։ Կուսակցությունը այսօր կապիտուլյանտ դարավ Գյումրիում։ Ես անցած հաղորդմանս ասեցի։ Սպիտակ դրոշը բարձրացեց, հանձնվեց։ Այնտեղից Վարդանը ասում է ես գալիս եմ հայրենիք փրկեմ։ Սա է էս ձև են հայրենիք փրկում։ Ու ոնց ես դու ներկայացնելու Վարդան Ղուկասյան քո հայրենիք փրկել, երբ որ դու մի հատ Գյումրից միանգամից մի հատ ինչ որ անօրինակ անորոշ մի բան եղավ, բան արեցի, դուրս եկար այդ ընտրապայքարից։ Այ հարցերա։ Քո մոտ այսօր դատը կարող է վաղը բրցնել, քեզ դեպորտ անին, հելներ գնայր Դուբայ կամ գցենք այնտեղ ուր գնաս Ռուսաստանից ուր են էլի գնում, հա բան, կղզիներ են, Մալդիվներ կամ բան էլի այդ կողմերը, Թայլանդ։ Գնայր Թայլանդում լավ էլեժան կներա։ Ապրեիր քո հեռախոսը միացնիր, խլեշիտելի այդ ելույթները ունենայր։ Կարող էր նույն ընտրություններին է մասնակցեիր։ Այս նրանք հարցեր են, որ քննադատություն, ամենք Նիկոլին էլ են քննադատել, Եվրոպամետներին էլ, բոլորին էլ, հասկանում եք, ես էլ եմ քննադատել, գիտեք։ Էդգարն էլ է քննադատել, մյուսն էլ է քննադատել, Վարդան Հակոբյան կամ մյուսը կամ են գլամուրնին։ Բոլորն էլ քննադատել են բոլորի հիմարությունները։ Բայց քեզ չպետք է քննադատեն, հասկանում ես, դու վերին արդի ծորեն ես։ Դու որ այդ հիմարություններ ասում ես, լցնում ես անգրագետների ուղիղը, դա պետք է մեկը քննադատի։ Տես, ես հեռու չգնամ, էլի Էդմոն Մարուքյանի թեմայով։ Այն տղան կար բանը, Արսենը, Վիլիկայա Արմենիա։ Միջև Վարդանի կորելը մի հատ բան եղավ, ուղիղ եթեր էլի սենց։ Էդմոն Մարուքյանը Վիլիկայա Արմենիա եթերում տվեց խոսած սովորական մարդկանց հետ։ Մեր պես մահկանացուների վրա ուշադրություն դարձեց Էդմոն Մարուքյանը։ Շնորհավորում եմ։ Էդմոն Մարուքյան դա հերոսություն էր։ Շատ բարդ հարցերի, տարբեր մարդկանց հարցերի, 3 ժամանոց ելույթ էր, ես լսեցի։ Էդմոն Մարուքյանը խոսած սովորական մարդկանց հարցերին պատասխանեց։ Այ գրանցվեք Վիլիկայա Արմենիա, այդ Արսենի ալիքին։ Դա հիասքանչ երևույթ էր, որ ուզում էի խոսայ, պարզապես Վարդանը անհետացավ։ Բայց ես հիշում եմ, այդ նույն Արսենը Վարդանին էլ առաջարկ արեց, ասեց Վարդան, արի մի հատ ու այսինքն ուղիղ եթեր կազմակերպեմ, քո նախընտրական այդ թեզերը, որ ունես, էլի, պունկտերը քո այդ ընտրական ծրագրի, էլի, քաղաքական ծրագրի քննարկենք, էլի։ Որտեղ մարդը ճիշտ է ասում, դու ոնց ես մարդկանց գնդակահարելու բոլոր, որ ասում ես գնդակահարություն, թալանի հետ բերել, լվացված փողերի հետ բերել։ Շատ հարցեր կար, որ այդ տղեն ասեց Վարդան, արի ժողովրդի հարցերին պատասխանի, մոտ լսարան կա։ Մոտ 60,000 մարդ հետևում էր հենց բանին։ Արսենին, Վիլիկայա Արմենիա։ Վարդանը հրաժարվեց։ Նայեք, Վարդանը ոչ թե այդ բանին մերժեց Արսենին, այլ մերժեց Արսենի 60,000 լսարանին։
ասեց ոմանք ուզում են ինձանով անուն ձեռք բերեն։ Այդ տղան իր համար աշխատում է։ Հասկանում եք։ Արսենը, նա քեզանով պետքա ձեռք բերե, դու քաղաքական գործիչ ես, ինչպես եւ Էդմոն Մարուկյանը։ Էդմոն Մարուկյանը պետք է այնտեղ հարցազրույց տար, դու չտայր։ Այդպես։ Հետո ասում են, տեսեք, Ղարիբ Ղարիբյանի համար այսքան մարդ եկավ Երևանում, իսկ Վարդան Ղուկասյանի համար դեսպանատուն, գտենք են Իսակովի պողոտա։ Իսկ այնտեղ երկու գազել մարդ հազիվ լիներ։ Դե հիմա այդ հարցի պատասխանը ստեղ է։ Ես էլ եմ ներկայացրել, նայեք, Վարդանին հարցեր։ Ես Վարդանին եղել է, քննադատել եմ շատ բաներով, ասել եմ, բայց 260,000 դիտում ունեցող իմ այդ հարցը Վարդանին կապված, որ դու երեխա ունենայր կվստահեիր դավաճան զինվորականներին եւ կառավարության, այդտենց հարց ունեի ուղղած Վարդանին, չպատասխանեց։ Ունեի իրան ուղղած հարց, դու որ մի հատ արի բանավիճենք տեսնենք կամ դու Վազգեն Սարգսյանի հետ արած բոլոր հանցագործությունները, այդ սպանությունները, նրա անիմաստ զինադադարը, դա ոնց է նրան հերոսացնում այդ կերպարը։ Մոնթեի նույն սպանությունը, որ շատեր ասում են, դա Վազգենի կազմակերպածներ, ես այդ հարցեր ուղղել եմ Վարդանին, նա եւս լռել է։ Ժողովրդավարությունը սենց չի լինում, սենց ծնվում է դիկտատուրան։ Ժողովուրդ, պետք է քննադատեք մարդկանց, որ մարդիկ շտկվեն ու հասկանան, որ իսկ երբ որ Վարդանը կանգնում է ու հայհոյում է այլակարծությունը, ով ուրիշ կարծիք ունի, քան թե ինքը։ Ինչպես վերցնեմ են Պարուր Հայրիկյանի դեպքը։ Պարուր Հայրիկյանը շատ ճիշտ էր։ Ինչի ինքը վիրավորեց Պարուր Հայրիկյանին։ Թեկուզ նա փալած դուրս եկավ եւ վախեցավ, ասած ասած փոչը մցրեց քամակը Պարուր Հայրիկյանը։ Բայց ես իրան իմ եթերում պաշտպանեցի դրանից հետո։ Այլակարծություն հենց սենց է ստեղծում ես ինֆորմացիոն Հայաստանի պատմության մեջ ես վակումը որ կա է 30 տարվա չէ 100 տարվա, որովհետև դրվել է մի թեզ նայածուն կողմից, որ կուսակցության բոլշևիկներից սկսած կամ դաշնակներից եւ չի քննարկվել, որտեղ պատմություն ունի տարբեր տեսանկյուններ։ Ու դա չի նշանակում, որ մեկի կարծիքը, եթե դրվել է ռելսերի վրա գնում է այդ պատմությունը, էլի, մնացածը պետքա շարունակեն։ Այս է։ Դրա համար Վարդան Ղուկասյան, քո այս վերջի ելույթը անշնորհակալություն էր։ Բարից բուն իմաստով։ Ես լսեցի Էդգարի այս ելույթը տղան վիրավորված։ Ես չեմ լսել, որ ինչ որ մեկը քո համար փող հավաքի։ Ես տենց բան չի եղել, ուզում ես քփուր դնեմ, որ ես չեմ լսել։ Ես չեմ լսել, որ Էդգարը ասել է, արի փող հավաքենք, Վարդանին օգնենք, տենց բան չկա։ Բոլոր բլոգերներն է փող են հավաքում ինձանից բացի, որ աշխատեն մարդիկ բան են անում, ունեն ինչ-որ աջակցության այնտեղ դոնատներ, էլի, ես չունեմ։ Բայց դա չի նշանակում, որ քո անունից իրանք փող են հավաքել։ Ինչ ես ստում, հասկանում ես։ Այդպես դու դաստիարակել ես մի ինչ-որ մի բան, որ քո ասածը պետք է լինի դոգմա, ասենց։ Կրեդո, ոչ։ Էդգարը եթե չլիներ նույն Էդգարը, ես այդքան չեմ խոսացել, էլի, այն Վարդան Հակոբյանը, քո հարցը անընդհատ խոսում էին, բարձրացնում, անընդհատ մարդկանց պահում այդ լարված վիճակում, ինֆորմացիան նենց էին անում, որ այդ առաջին տողերից չիջնի, լրատվական ու այդ բան, էլի, համացանցում, այդ բան, էլի, այդ շուխուրը բարձրացրած էին պահում, էլի, լարված իրավիճակը։ Այդ ասում է, այդ կրակի մեջ անընդհատ փայտ էին գցում, որ ոսկլ տար քո խնդիրը։ Դրանք արել են հենց մեկը Էդգարը, մեկը Վարդան Հակոբյան ու էլի մյուս տղաները։ Իսկ դու դուրս եկար ապերախտ պարզապես։ Ու այդ մարդկանց ասեցիր, իրենք ինչ որ ասենց ասած դիտումներ ապահովելու համար իմ անունը շոշափում են ու բան։ Ինձանից խոսում են։ Որտեվ դու քո բոնուսը ստացար ամերիկյան հեռուստատեսությունը խոսած ու ասեցիր փու թքեմ սաղիդ վրան ես եմ ստեղ համար մեկ բլոգերը Հայաստանում այդ ոնց է ինձանից ավել ինչ որ մեկը 100,000 մարդ են նայել կամ 180,000 այդ թե քո արած քայլը որն էր
ու չգիտեմ այսքանից հետո դու ոնց քո համբավը կբարձրացնես ու ոնց կվերաբերվեն քեզ կիրթ մարդիկ։ Նույն քո շրջապատի, նույն քո լսարանը, էլի, քո լսարանը հիմա տեսավ քեզանից ավելի, եթե մարդ լրիվ ուղեղ անջատած զոմբի չի դարել, զոմբիացած, էլի քո կողմից, էլի։ Այդ մարդիկ հիմա իրանց սեփական գնահատականը կտան քո վարքին։ Ու նայեք, մարդիկ, ես ազնիվ եմ խոսացել միշտ։ Միշտ ես ազնիվ եմ եղել իմ խոսքերի մեջ։ Ոչ ունեցել եմ կողմնապահություն, ոչ բան։ Դրա համար շատերի թվում է, որ ես լպրծուն եմ, սա ազնվությունն է։ Ու դա էր պատճառը, Վարդան, որ Ղարիբ Ղարիբյանի համար այդքան մարդ հավաքվեց։ Թեկուզ քո կոչով, դու մեծ լումա ունեիր, բայց քո համար դեսպանատուն ոչ ոք չեկավ։ Որտեվ հենց նույն Արսենի լսարանից էլ կար մարդ, Վիլիկայ Արմենիա, այդ Արսենի եկան մարդիկ, տես Ղարիբ Ղարիբյանի համար։ Ուրիշների լսարաններից եկան։ Իսկ քո լսարանը Երևան քաղաքում դա շատ փոքր է։ Դրա ապացույցն էր հենց բանի ընտրությունները։ Երևանի քաղաքապետի, որ համարյա մի տարի առաջ էր։ Որտեվ Երևանցին ավելի զարգացած մարդիկ են, հասկանում եք։ Երևանում ավելի կիրթ, ավելի այնտեղ մի քիչ մակարդակ կա, էլի։ Հերվից հայհոյել փախնելը Երևանում հերոսություն չի։ Դա Երևանում համարվում է ճիվաղություն։ Հա, կանգնես հերու են շենքի գլխից հայհոյես, բոլորն էլ կարող են, տղամարդկությունը դիմացից հայհոյելը։ Կանգնել դիմացից խոսել, ոչ թե ես ինքս հաղթանդամ եմ, այտենց ճիվաղներ շատ եմ տեսել, որ քփսուտ տվել փախել են, հետո բռնել ես թևը ոլորել ես այն մակարոնի պես, անենց ասկսե վնգստացել, ոնց որ այն շավք են քուչի։ Մեղկտեկել հետո մի հատ էլ չափալախտասավել։ Հասկանում ես, հայհոյել բոլորս էլ կարող ենք, ուզում ես մի հատ հայհոյանքների վեբ գրեմ, խլեշի, այնենց խլեշի 5 աստղանի մակարդակով, հումորով։ Այսքանը շատ գեշ բան արեցիր Վարդան, չգիտեմ, ոնց կների քեզ քո հետևորդը, չի ների, ուղեղ անջատածը ոնց կնայի, դա արդեն ժամանակը ցույց կտա։ Ժամանակը ցույց կտա ու ժողովուրդ, ինչ ինքը խոսած ու իր մայրը Էդգարի հասցեին լրիվ սուտ է։ Ես ինքս հետևել եմ բոլորին, էլի։ Բոլորին էլ նայել եմ, լսել եմ։ Ոչ մի ձևի բան չկա ու ոչ մեկի ձեզ չեմ լսել Վարդանի համար ինչ որ փող հավաքեն։ Չեմ լսել ընդհանրապես։ Պատերազմի ժամանակ կային փող հավաքողներ տարբեր գործերի համար, ես հիշում եմ, բայց Վարդանի համար չկար։ Ոչ մեկ չի ասել փող տվեք կամ ինչ որ մի հաշիվ լինի փող ուղարկեք։ Սուտա կեղծիքա ու ես իմ սեփական անձին ավելի բարձրացնելու ու սենց իր սենց էգոն ավելի հագեցնելու, էլի, որ այստեղ է նախանձը, որ ուրիշները խոսացին, ուրիշների այդ հաջողությունը իր աչքի ներևաց ու փորձեց Վարդապետի փոխարեն շնորհակալություն հայտներ տղաներին, որ իր բացակայության ժամանակ այդ բողոքի ալիքը բարձրացրեցին։ Այսքանը։ Բաժանորդագրվեք ինձ, որ հզորանա ազնիվ խոսքը Հայաստանում ու հայերի մեջ։ Հաջողություն։